Սիրելի հետևորդներս, ձեզ ասում եմ բարի կեսօրն անց, օրը կիսվել, մի բան էլ դենն ա գնացել, ես ոչ մի բան չեմ արել, սովորականի նման արթնացել եմ, դեղս էլ չեմ խմել, որովհետև վերջացել էր, Ալեքսին էլ չուղարկեցի, ասեցի ես ինքս կգնամ, որովհետև ուզում եմ տնից դուրս գամ, այստեղ նստած մի առանձին տեսանյութ նկարահանեցի, դե գիտեք, այսօր Նարեկիս ծննդյան օրն է, գիտեի, որ շատ գրելու եք, ասեցի առանձին տեսանյութով նկարահանեմ, ասեմ, կրկին անգամ շնորհավորեմ Նարեկիս և այսօրվա բոլոր ծնված իմ հետևորդներին, այսօրվա բոլոր ծնված մարդկանց, ինչի մենակ իմ հետևորդներին, թող բոլորդ առողջ լինեք, երջանիկ ու ձեր նպատակներին հասնող սիրելի հետևորդներ ջան, ովքեր էլ սպասում են հրաշքի, Տեր ջան, օգնի, թող իրանք էլ մայրանան, կարևորը հավատքն է։ Հիմա այստեղ նստած, կարելի ասել վայելում եմ դուրսը, կուզեի կոֆես էլ ստեղ խմեմ, բայց մի տեսակ գլուխս խառն է, որովհետև այս վերջում կլինի ես ամի 10-15 օր, ես ինչ շատ վատ եմ զգում, հիշում եք, որ ասում էի, ընկել եմ, ծունկս ցավում է, այս կոմ, մեկ անցավ, մեկ ցավում է, մեկ ավելի շատ է ցավում, ու որոշեցի այսօր համարձակությունս հավաքեմ, ու մի հատ գնամ էլի բժշկի, նայեմ տնամ ինչ կա, ինչ կասեն, բայց մեր մեջ ասած շատ վախում եմ, որովհետև բոլորս էլ գիտակցում ենք էլի, որ հոդերի մեջից մարդու մարմնի հոդերի միջից ամենամեծ հոդը դա ծունկն է, մտածում եմ Աստված չանի, մի շաշբան եղած չլինի, մտածում էի կանցնի, շատ նագրուսկա չանեմ, այս չանեմ, այն չանեմ, բայց ինչ-որ թե չի ուզում անցած լինի, էսա կլինի երկրորդ ամիսը, մտածում էի, որ մի ամիս հետո պիտի որ անցնի, բայց արդեն հոկտեմբերն ենք ճանապարհում, այսօր արդեն 23-ն է, ու ցավը ավելի է շատանում, մանավանդ եթե մի քիչ շատ գործ եմ անում, անգամ եթե շատ էլ քայլում եմ, չէ, նորից նույն բանն ալնում, դրա համար առավոտից ընկերուս հետ էի խոսում, ինքն էլ տեղագետ է, սենց դեպքերում կամ ընկերուս եմ հարցնում, կամ քեռուս կնոջեմ, ինքը շատ հասկացող է, բժշկությունից լավ գիտի, ինքը դեռ այն դեպքում էր ասում, Անահիտ գնա, գիտեմ, որ չես գնալու, բայց գնա, մի խոսքով, հա, կանջի հետև էի գցում, տենում եք ինձ սիրուն եղանակը, բայց այսօր մի տեսակ ուզում եմ, որ գնամ, որովհետև զգում եմ էլի, մի բան են չի, թութակներս ինչ վիճակում են, ես ինչ խելոք են, ողեցա, մի խոսքով, ինչ շատ եք հարցնում թութակների ձայնը, վրես ազդում է սիրելի հետևորդներ, անընդհատ ճղճղում, ցվսվում, չգիտես ինչ է անում, ժամը 6-ից, դրա համար տուն չբերեցի, չեմ էլ բերելու, որովհետև անհնար է այդ ձենի տակ ապրելը, ովքեր որ ունեն լավ կհասկանան ինձ, մի խոսքով, եկեք մի կոֆե խմենք, ասել եմ չէ, այսօր այսօրի հարցերով չեմ զբաղվելու, երեք տեսակ էթև եմ, կարմիր պղպեղ եմ մարինացրել,
մի խոսքով էլի հեսա կասեմ էլ են չեր եմ արել բլինչիկի շերտեր եմ թխել դեյց են կոմ էլ ինչ եմ արել ես համով լոբին եմ սարքել հեսա այնպես որ այսօր չենք եփելու ոչ մի բան ինչ ունենք շատ աղքիչ չի այսօր ուզում եմ գնամ իրոք մի հատ պոլիկլինիկա խիրուրգի մոտ տենամ ինչ կա սիրտս չի էլ բոթում որովհետև մտածում եմ մի շարժ բան կլինի տենց հա չէ հերթը հենց մեզ հասնում ախր գիտակցությունս ինձ թելադրում է որ անա այդ վերկած գնա բայց չգիտեմ չի լինում են ինչի ես եմ ուզում սիրելի հետևորդներ ջան դրա համար տեսնենք այսօր պիտի երգի գնայինք այն էլ երեք ընկեր դրանան զանգեց ասավ անայդ ջան կլինի որ ուրբաթ գաք վայասի հավոս չի լինի երեք որովհետև շատ ծենց նեղված է սիրտս նեղ էր ճիշտ է եթե նեղված ես անտրամադիր ես դրանը ոչ քո դիմացի մարդը կապ ունի ու մեղք ունի կապ կարող է ունենա բայց մեղք չի ունենա ոչ առավել ևս քո երեխան ու ես ինձ հավաքեցին անայդ ասի դավայ կարդացրու Ալեքսին նկարել դուր ու սենց բաներ մեկ-մեկ ինձ գրում եք որ մեծ տղայամ ինչի ես տալիս ներկել այդ տարիք երեխեն պետքա ուրիշ բան անի սերի հետևորդներ ամեն մարդ ինքը իրա չափով իրա մի քիչ էլ սիրողական է չէ այդ նույնն է ոնց որ օրինակ ես դե չեմ սիրում բայց շատ մարդիկ կան, որ քաղցր ծողիկ են սիրում, ինչ անենք, ասենք չուտեք, դա փոքր երեխեքի համար է, սիրողական է, ով սիրում է, դե մի ինձ ասեք նույն ներկի, ինքդ դու ներկի, կներկեմ, չէ, չեմ սիրում, ես ինքս նկարել չեմ սիրում, ոչ մի ձևի չեմ սիրում, ես էլ սիրել եմ, սիրում եմ գործելը, ասեղնագործելը, մի խոսքով, ամեն մարդ ունի չէ իրա հոբին, ամեն մարդ ունի իրա նախասիրությունները ու նախընտրում է ինչ անի, ինչը չանի, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, գրելուց առաջ մի փոքր իհարկե ներողություն մյուսներից, մի փոքր մի հատ սենց գցեք բռնեք էլի, ինչ ենք գրում, ինչի ենք գրում, նկարում է, բաց բան ոչ չի անում, ինչ էլ անի, կոպիտ ասած իմ համար խեր է, որովհետև կարևորը հեռախոսից կտրվի, չարիք է այդ հեռախոսը, այ հմի այդ հեռախոսի մեջ է։ Չարիք, իրոք չարիք է ու շատ սխալ բան է։ Որ ծնողը տալիս է երեխուն հեռախոս, ինչ ես հեռախոսով դասի գնալը մոդա անգավ չէ, այս հենց եղավ Ալեքսը, ես այդքան չէի տալիս, ինքը նայեմ էր, որ կողք երեխեքը ճիշտ է, դպրոցներ եմ հավաքում են, բայց մեկա գնում են, չէ, հեռախոսներով դասի, ինչին, որ ես շատ դեմ եմ, չափից շատ, նայից սիրում կոֆես էպես, չափից շատ եմ դեմ, որովհետև իմաստը որն է, փոքր երեխեն թեկուս 8-րդ, 9-րդ դպրոցական երեխու ձեռին ինչ գործ ունի հեռախոս, իմաստ չկա էլի, նենց կուզենան, որ արգել են ու ոչ մեկ դպրոց հեռախոս չտալի, շատ կուզենան, չափից շատ, բայց թե գիտեմ, որ դժվար բան եմ ուզում, չի գիտենք բան։
Այնքան եմ նեղվում, ոնց որ սենց օթերի մեջ չլնեմ, անընդհատ ու սկսում միտքս ուրիշ տեղա, ինձ թվում է ինձ լավ հասկացեք, անընդհատ և անընդհատ սիրելի հետևորդներ, Էտա մի այսօր համարձակությունս հավաքեմ ու գնամ մի հատ տենամ ինչ կա, ինչ կասեն, Աստված ջան, այնքանով ախիղճս հանգիստ, ես մտածում էի, վախում էի, ասում էի Աստված ջան կաղա, ճաքածլնի կամեն, ծունկոս գրես, են էլ ընկերս ասմա, որ ճաքածլներ, ձենդ աշխարհ կրներ, են էլ է սա 2 ամիսը։ Ալեքս, այ տղա, ուրիշ բան նայի։ Հույս ունենամ, Աստված կանչեմ, Աստված միշտ էլ ինձ օգնական է, որ ոչ մի լուրջ բան եղած չլինի։ Տենանք ինչ կասեն, ինչ էլ ասեն, պարզավոր ձեզ էլ կասեմ։ Այդքան բան, այնքան սիրուն այս տարվա աշունը, այնքան լավն այս տարվա աշունը, տաք ամիս էր իրոք ամբողջ հոկտեմբերը, լավ ամիս էր, տաք էր, ժողովուրդ, շատ սիրուն աշուն եղավ, մեր լորվա մարզն, մեր չնաշխարիկ լորիում, սիրունա շատ աշունա, ծաղիկներից կեսը բերել եմ տուն, երկուսը դեռ մնացել է, գործ ունեմ, այդ ծաղիկների հետ կապված ուզում եմ կտրեմ, էտեմ, այն աբուտիլոնս ուզում եմ կարճացնեմ, հելը տեսնեմ կլնի թե ոչ, բայց թե դրան էլ առանձին հատուկ ժամանակա պետք կտենանք ոնց կլնի, այդքան, հիմա մի բաժակ կոֆե խմենք, բերերի վաղուց անցած կլնի, գնամ տենամ ինչ կասեն, ստեց պոլիկլինիկան էլ մեզ մոտիկա, տեսնեմ ինչ կասեն, դիտավորյալ դեյրը հակամ, շրջազգեստ, հայերեն ասեմ, որ ծունկը ցույց տալը հեշտ է լինի, այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, տեսնենք ինչ է կանում, շատ կուզենամ, որ անձրև չգամ, իրիկունը էլի մի հատ մեծ, խարույկ վառեմ, տերևներ հավաքեմ, թե չէ որ մնում աթացանում, գործս կրկնակի ու եռակի ադառնում, դժվար է ալնում, տեսնենք ոնց կլինի, ուրեմն մի 3 օր կլներ, զուտ ծունկը ցավալու պատճառով, ասեցի իմ կոմպրեսիոն կետրիները չհակնեմ, դե տենց էլ տնից շատ դուրս չեկա, մի խոսքով էլի, մտածելով, որ վնասակար չի լինի էլի, ու պատկերացրեք, որ շատ սխալվեցի, փաստորեն մարդը եթե նշանակում է, ուրեմն պետքա
հակնես, բայց թե անընդհատ էլ, որ հակնես, ոնց որ անընդհատ մի բան սենց ոտքերդ սեղմի, ու սենց հանգիստ ոնց որ ոտքդ գետնին չդնես, բայց թե էտա ստացվել ու ամենացավալին նայա, որ մեկ ինձ հարցնում եք ինչքան ես հակնելու ու մինչև կյանքի վերջ, ինչքան ապրեմ, այդքան էլ հակնելու եմ։ Այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, երեք ուղիղ եթերի ժամանակ դրփաբլիկները այդ խմդե շիճուկով, տանը շիճուկ կար, չուզեցա որ թափեմ, մի խոսքով ասեցի թխեմ, նուտելա էլ կա, թեյի հետ հաճելի գլներ, շատ լավ ստացվեցին, շատ փափուկ ու շատ ինձ դուր եկավ բաղադրատոմս եք հարցնում, իմ խոհանոցային էջում կտեսնեք, իդեպ ընդեղ արդեն հատել եմ 93,000-ի սահմանը, հատել ենք, բան չմնաց, որ հասնենք 100,000-ը։ Այնպես որ բրունսկի տանք, թև-թևի տանք, հասնենք 100,000-ի։ Ես խմեցի իմ սուրճը, վստահ եմ դուք էլ ձերը, տեսեք մոռացել էի լոբուտակը վառակ տաքանա, նստենք, մի կտոր հաց ուտենք, մի ժամանակ այնքան սիրում եմ, հիշում եք դեղին վադալասկա, հայերեն տարբերակը չգիտեմ ոնց են ասում, դեղին գարչիչնի գույնի վադալասկա ունեի, այդ գույնի համար ուղղակի խենթանում եմ, ոչ թե սիրում եմ, բայց գարչիչնի լիմոնն էլ հետը խառը, մոլից էի առել, շատ լավն էր, մի խոսքով։ Ընդհանրապես ես սիրում եմ, մենք ասում ենք բգավոր շորեր, որ գա սենց կոկորտը տաքացնի ու շատ հարմար տարբերակ է։ Իսկ այս տիպի շորը ինքը մի տեսակ ուրիշ ձևով է սկսում պարանոցը հավաքելը ու էլի այնքան հաճելի ու լավն ալնում։ Իմ կյանքի այս վերջի, այս մի 2 տարում է, որ ես սկսել եմ սիրել սենց հավաքող վզով շորեր, միշտ ընդհանրապես սիրել եմ սրտաձև կտրվածքը, հետո արդեն փոխել կլորի։ Այնպես որ ճիշտ են էլի ասում մեր մեծերը, ճիշտ խոսքեր շատ կա, որ ասում եմ տարիքի հետ նախասիրություններ հել են փոխվում, բայց այդտեղ մտածում եմ, հումի նոր շորս համուղում եմ, համ սենց միտքս ոնց որ բարձրաձայնեցի էլի, ասում եմ ինչ է տաքրքիր է, եթե ես այս շորը հակնեի ինչքան մի 10 տարի առաջ չէի հակնի զուտ վզի կտրվածքի պատճառով, ուրիշ էլ ոչ մի, իսկ մի հաճույքով եմ հակնում, մի այդ կարգի, այդ այա հետաքրքիր է, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ տարիները փոխում են մեզ, տարիները կոփում են մեզ, տարիները սովորացնում են մեզ, այո, ժամանակն իր գործը սիրուն ձևով, հավեսով անում է, մի խոսքով, շատ խոսացի, գնամ իմ գործերով ու հլա տեսնեմ, այս որտեղ ենք հանդիպելու, տենամ կգտնեմ, տոլիկնի մտայում խիրուրկ, այդ ժամերին, թե առանքան չեմ գնացել, չգիտեմ, մինչև երբ են իրանք աշխատում, այդ ախնդիրը, մի խոսքով գնացի։ Ուրեմ դուրս եմ եկել, սև ու սև ամպեր են հավաքվել,
Մտածում եմ անձրևա գալու, արդեն ժամանակն էլ է, բայց մի ապավագի մեջ գնամ տեսնեմ, ով կա, ինչ կա, կգտնեմ ինչ-որ մեկին ու ինչ կասեն ինձ, հետո գամ տերև հավաքեմ բառան, քանի էլի չի թրջվել, այդքան մի բան, գնացին տերև աստ, միշտ անեքսի համար եմ գալիս ու գալիս պետք է սկզբից գնամ մանքի տալավցնը Ահա, դուրս եկա արդեն ու ուշացամ, անձրև ա գալիս ու փաստորեն տերև վառել է այսօր չի ստացվի, գոնե կտրի, լավոր մաղմա, ինչև հասնեմ, շուտ հավաքեմ վառեմ, շատ կուզեի, որ վառացրնեմ պարտադիր, որովհետև որ մնում է ու խոնավանում իմ համար կրկնակի դժվարանում է, կրկնակի ու եռակի, մի աստծուն խնդրենք, գոնե մի ժամի չափ հետաձգի անձրևը, տուն հասնեմ ու արդեն տերևա ուրեմն սիրելի հետևորդներս լույսը ոնց է խավարացնում, դա տեղի լույսն է վառի, ահա, մի քիչ ոնց որ ուրիշ ձև եղավ, Yox, սենցլնում ենք անմռտնել ադուրը, ժամը 4 մի քանի րոպե է, պոլիկլինիկայից եկա, կրկնի երգդ, պոլիկլինիկայից եկա, սիրելի հետևորդներ ջան, ինձ բժիշկն ասեց, որ ծնկահոդս պիտի ռենտգեն անեմ, ու դա տենց էր պատկերացնում էի, Ալեքս, միացրու ինչ չես խանգարում, մի քիչ իջացրու երկի, ու տենց էլ գիտեի, որ տենց առնելու, այս պահին պոլիկլինիկան չուներ, այսպես ասած, ռենտգենը չի գործում, ամսի 3-ից է գործելու, հիվանդանոցում էլ վճարովի է, դե մի խոսքով, վաղը կճշտեմ, որը ինչ արժե, ինչքան է պետք, ու մի հատ հասկանամ ինչը մնախնդիրը, անջատ 2 րոպե նկարեմ ու պարապենք ու գնանք, ստեղ Ալեքսը իր երգն է պարապում, ես որոշեցի, որ մազերս այս ձևով պոչիկ անեմ, սենց չոլկա հանեմ, մի քիչ էլի ուրիշը առնամ, նստում եմ ու ասում, Անայդ, ինչ հոգոր ես դու,
խոսքի մերից տեղ, իր ամիտքն էլ այդ, մի խոսքով էլի։ Զանգել եմ մամային, ասում եմ թորից ծնունդը շնորհավոր։ Ինքն է ծիծաղում, ասում է աղբորոտ ծնունդը շնորհավոր, աղբորոտ տղու ծնունդը, ասում եմ բահմի սենց ինչ անենք։ Նախորդ անգամ իմ ծննդյան օրը, որ գնացինք Պանորամա ռեստորան, մաման շատ իրանց այն ցուգներ հավանել, ասում եմ մամ, ինչ կարծիք ես, չգնանք, միացրու երկի Ազիզ ջան, ասում եմ ինչ կարծիք ես, չգնանք ցուգ ուտենք, Ալեքսն ասում է ես էլ մի բաժին սուշի կուտեմ, դե որ կուտես այ բալա, ես էլ կմտածեմ, թե ինչ կուտեմ, գնանք, Նարեկիս ծնունդը նշենք, մի բաժակ գինի խմենք, չգիտեմ մերս հետ Պանորամա ռեստորանը կուզի, թե տաշիր պիցան կուզի, սիրելի հետևորդներ, որ ռեստորան ենք ասում, սենց ամպագոր գորա չէ, հնչում, կողքից ասում են, դե իրան ինչ կա, ռեստորանները մաման գալի, ես այնա, գիտեք, մարդկության մեջ կա մի հատ հետաքրքիր միտք, որ ռեստորանա ուրեմն շատ թանկ է, չգիտես թե ինչա, թանկ էլ կա, նորմալ էլ կա, բայց ես միշտ ամենտեղ գնալուց նույն պիցերիան, որ գնանք, նես չի ընդեղ էժանա, նույն սովորական մի բաժակ սուրճը, որ խմես, նես չի, որ էժանա, ուղղակի ամեն մարդ ինքը իրա գրպանն ու գյորայա շարժանը, մի այսօր ես ուզեցի դեռ իմ ծննդյան օրից մտմտում եմ էլի, ասում եմ Աստված իմ մերս տենց բաներ ասաց չի, ասավ շատ համով երթուգտուրս եկավ, մի անգամ էլ ես եմ ձեզ պատիվ անելու, ծիծաղելով ասում կգաս չէ, ասում եմ հա, համի ինչ համի ձգան եղած է, որ են էլ մեր ծնողին չտանեմ, իմ ծնողին չտանեմ, պատվեմ, հարգեմ, ասաց որոշակի ծնողների ֆորդիական պարտքս տան, բայց թե ես այդ բաների հետևից չեմ ընկնում, ես ուզում եմ իմ այս հոգուս խղճիս առաջ միշտ մաքուր լնեմ, առաջինը իմ հանդեպ, հետո իմ ծնողների, իմ բարեկամների ու նաև ձեր առաջ, որովհետև դուք էլ եք իմ բարեկամները, իմ հարազատները, իմ լավը կամեցողները, սիրելի հետևորդներ ջան, այսքան բան, տեղս չեմ գտնում, չգիտեմ թե ինչ անեմ, խիղճս մի տեսակ հանգիստ է, որովհետև Նարեկս, որ ուստեղ եղել է, լավ հավեսով ֆրֆրացել ենք, իմ ուժի չափով, իմ ուժի ներածի չափով, միշտ իրան նվերներ եմ արել, անում եմ, անելու եմ, բայց ախ այդ կարոտը, մի ուրիշ բան է էլի, ու այս դատարկությունը, որ այս պահին զգում եմ էլի, այդ դատարկությունը, այդ էլ լրիվ ուրիշ բան է, սիրելի հետևորդներ, դրա համար, որ մերս ընդեղ մենակ չլնի իրա խանութը, ես էլ ստեղ, ճիշտը էնա, որ փորձենք մեզ լավը ստանք, սիրելի հետևորդներ ջան, ոնց են ասում, մի կտոր հաց ու պանիր ուտենք, կոպիտ ասած, բայց հավեսով ու հաճույքով ուտենք, բայց թե արդեն մենյուն մոտավոր ես պատկերացնում եմ ինչ առնելու, մաման ձուկ, կամ մի գուցե տատու թոր կարող է սուշի ուզեն, մաման ասում է ինձ էլ է հետաքրքիր այդ սուշին, ով ասում եմ մամ լավ էլի, հա ասում է բաթորս այդքան սիրում է, ես չիմանամ, լավ բանա, թե չէ ճաշակին ընկեր չկա, մի գուցե իրան է ուր գա, սիրելի հետևորդներ ջան, ես դեմ չեմ, ինձ հյուրասիրել, պատվել, հարգել է հասնում, ես այդքանը կանեմ, մեծ սիրով ու մեծ ճանասիրությունը ընդհանրը դեղ խմեմ ու գնամ տաքսին արդեն պատվիրած է
հետադարձնել հետը, 2.5 ժամը մեզ շատ է ու քիչ չի, մաման էլ չի սիրում թե ստեղերում գնա ժամերով մնա, գիտեմ էլի իր նախասիրությունները, այնպես որ հավաքվենք մինչև տաքսու գալը կես ժամ ունեմ, Ալեքսիս երգը պարապենք, վաղը երգի ենք, Ալեքս ջան արի սիրունս, դե արի, վաղը երգի ենք, ու հետա չգիտեմ սոնցիկ վերցնենք թե չէ, բայց երևի չէ, ճամփի հետ իջնելու ենք, գիտեք էլի, մոտա ճամփից, գնանք օրներուց մի քիչ փոխենք, մի խոսքով կհանդիպենք Վանաձորում։ Նա հա, մեկն է ձգան խանութից, մի հոգին է ձգան խանութից, հրապարակ։ Հա, սենց անձրևոտով բան եղանակ, գալիս է։ Ամինաթան, ակյան։ Վանաձոր, այս անցնենք, այս անցնենք, բայց գծած չկա։ Գնացինք։ Վանաձորել ասև մուտ ամպեր։ Բա, աշունա անձր, ահա, իրավ հետ ասեմ։ Հա, բա ինչ ենք։ Վայ, տես են նոր էր, այ Ալեքս։ Հրեն գրած այդով Վանաձոր։ Գրած այդով Վանաձոր։ Անձրևակատ կթան։ Այս։ Հա, գնա։ Գնանք։ Դուք։ Հայելին։ Եկել ենք ռեստորան։ Բա։ Հա, եկել ենք ռեստորան։ Եկել ենք իրովական նարեկ։ Հա։ Չէ, հերիքա։ Եկել ենք ռեստորան, ես մի բասի սուշի եմ ուզել գցել բան բերանը սուպեր։ Այստեղ բերել են մեր համար սպիտակ գինի ու ցուկ ենք պատվիրել չոփի կա ատամի էլի ասիչ ջան այստեղ Ալեքսի սուշին ա եկել Ահա դուրորել են մապուկացած ահա երաշտություն կաստի այ չես բան ինչ լավ ա այսօր կա երաշտություն հայ շատ լավ ահա ժողովուրդ այս ցուկը Այս կինու հետ շատ համով լավ համատեղ գնամ ինքը շատ համով է նախորդ անգամ մաման շատ հավանեց մենք էլ եկանք օրոք տվենք այնպես որ դուք էլ եկեք անուշարեք ցուկը ինքը սիբասն է սիբաս ցուկ ահա այ եկեք թե Մենք մեր հացը կերամ կանուշարինք, հա Ես էլ մտածում էի, թե ուրիշ բան ասում մաման Այս մի ժամ եմ Մտնեց, էլի Մամ, այս ես ուղի անայտը ստեղեր էր եկեմ, որ ես պատուց էի ծրած Ալ
Արի, եկեք։ До свидания навсегда. Գնացեք։ Ասաց Եղեք են աղմուկից փախել ենք, եկել ստեղ կոֆե խմելու։ Հենա։ Պանորամա։ Կտրվեց։ Այնքան սիրուն է։ Ստեղ մենք նստել ենք վերևի հարկան։ Ու ասենք սուրճն է ուրիշ տեղ խմենք։ Մի բաժակ սուրճ։ Այ ինգական ջտկան չի։ Այ այնտեղ ենք նստել։ Ինգայի հետ ենք ստեղ եկել։ Շատ ինքը սիրում է հավանել ստեյսել սուրճը սովորական դառը առանց ոչ մի բանի ու մի խոսքով անձրևից հետո օդը լավ հավեսով մաքուր է։ До свидания, панорама։ Գնացինք։ Չէ, ստեղ Ալեքսը նկատեց, որ ամանորյա շունչը կա։ Հանել են մարդիկ։ Գիշերային վանածը։ Չխմես Ալեքս։ Ալեքս ջան գնացինք։ Ինչի՞։ Հենց։ Սուրտա սառնա։ Հա, գնալուք։ մի գորգովա։ Ինչա սիր վաղում։ Սաղկի խանութ է ընդամենը սիրուն։ Ավելի լավ է։ Ոտը սիրուն դի։ Հա, այլ է։ Մերը քեզ Եմ սիրելի հետևորդներ ջան, ոտ հավեսով եկանք հասանք հրապարակ այնքան հաճելի ու լավ եղան ապա այն սև ամպերը որտեղ կա ռախենում էի մտածելով որ ես իմ ինչ կարգիս էլով հագալու ստեղ եկել ենք հասել տաքսիների մոտ Հա Բարև ես հետս Հա Հա Լավ եք։ Լավ է պատկաստ Ո՞նց է Ալեքսը։ Ոչինչ հենա Ալեքս Մամայի հետ Հա լավ է իրանց է կտես։ Հա գնանք տեսեք եկել Ինչ ենք ուրիշ ես իրականում։ Հա Հա Միլենան աղջիկս որ իմանած ես տեսել եմ հետո։ Ստեղից եք հա Ես вообще Երևանից եմ, այստեղ եմ Հա ելնում։ Դե լավ է հաճելի ասա Ալեքս Իջանք մի անգամից տեղատան մոտ որովհետև տեղ պիտի առնեի տեղս վերջացել էր ու հնի հետա բարով խերով գնանք մեր տուն Շեյլի հետևորդներ ջան Հենց հավեսով տաքացավ եղանակը էլ ասելը չի Գնացինք Վլոգին վերջաբանտամ սիրելի հետևորդներ ջան Տուն հասանք լավ հաճելի ժամանակ անցկացրինք այնքան ծիծաղ ենք ուրեմն առաջի անգամ որ գնացել ենք այդ պանորաման ավելի ոնց որ տպավորությունը ուրիշ ձևի էր էլի մի քիչ ուրիշ մեկ էլ
Այս մամային ասում եմ, ալի գնանք կողքի հետել, թե կողքն էլ Արցախ բուրակն է, ասում եմ ալի գնանք կողքը մեր կոֆե խմենք, սա կոֆե խմեցինք, ես կոմենկոմ գնացինք հասանք, այդտեղ տրամադրություններս լավ բացվեց, մի քիչ մեզ լավ զգացինք ու եկանք դեպի հրապարակ, դե մի քիչ շուտ եկանք մի 15 րոպե, որ մի խոսքով մերը սիրում ա որտեմ նստի մի խոսքով եկանք ու իրանք տատութով առանձնացել էին, ես էլ դեպի են կողմ էի գնացել, ասի նկարահանում անեմ, ընքան հետաքրքիր էր, մեկ էլ նայում եմ մի աղջիկ ասում Անահիտ, ես էլ սենց էլի, նենց ասի հա, մթամ, ոնց ասեմ, վաղեմի ծանոթներ ենք, համ ասեցի հա, ասում Անահիտ դու ես, հա, ասում եմ հա, ասում Անահիտ, ասում եմ հա, ասում դու ես, հա, փաստորոսն ու մեկ էլ սենց ծաղս զորով եմ էլի զսպում ու մտքումս ասում եմ Տեր Աստված, ինչ հետաքրքիր բանա կյանքը, ես ոչ մեկի չեմ ճանաչում, իրանք ինձ շատ լավ են ճանաչում, հերիք չի, մի հատ էլ հենց Անահիտ են ասում, ես ասում եմ, այդ աղջիկն ասում է, ինչքան տարբեր ես, տես աղջիկի առաջ ուրիշ, սենց լրիվ ուրիշ, ասում եմ, որովհետև ես ֆիլտրով չեմ նկարում, չեմ պուճուրացնում, ընդհակառակ տեսախցիկին մոտիկ ես ելնեմ, դեմքդ ավելի խոշորացույց տալիս, իրական կյանքում էլ լրիվ ուրիշ ծևի ա, մի խոսքով թեթևակի շրվեցինք ու եկանք տուն, ընդեղ ռեստորանը Նարեկիս հետ խոսացինք նորից, մեկ էր Նարեկս ասում է, ծոցյա դու ինչպես միշտ քու ռեպերտուարի մեջ ես, հա, ինչ էր սիրուն տեղեք, մինչև ես ուզում էի պատասխանեմ, ասեմ Ազիզ ջան, որ դու գաս, քեզ էլ կտանեմ, կել ասում է, թե պետ դու ինձ լավ տեղեր շատ ես տարել, ու մի խոսքով, հաճելի ժամանակ անցկացրինք, օրը մի քիչ ցրեցինք, վանաձոր լավ, սև ամպեր էր, ես ճիշտն ասած վախում էի, ասում էի, ես իմ ինչ կարգիս է լավ ու կարգուտ չանի, մենք մնանք վանաձոր, էդ էլ փառք Աստծո, եղանակը տաքած ավել, մաման էլ զգաց, գինի պատվիրեցինք, սիրուն գինու բաժակներում գինի վայելելը, մի ուրիշ հաճույք ա, ու չգիտեմ, հաճելի ժամանակ անցկացրեցինք, ձկան հետ միշտ էլ սպիտակ գինին ա համադրվում, միշտ էլ ես իմ ձուկն ու գինին ոնց որ իրար շատ սիրեն, մեր համար, մեր նեղ ընտանիքով, պուճուր ընտանիքով նստեցինք մեր ժամանակն անցկացրինք սիրելի հետևորդներ ջան ու եկանք տուն, չգիտեմ ինչ ֆորմատի, ինչ կարգի, հոլովակ ստացվեց, ընթացքում էլ ծնկահոդի հետ կապված ճշտումներ էի անում, դեռ մտածում եմ վաղը կգնամ, թե ոչ ինձ թվում է պոլիկլինիկա կգնամ, որովհետև վաղն էլ արդեն շաբաթ ա, ուրբաթ ա ու ուրբաթ օրով էլ ուրիշ պլանավորված գործեր ունեմ, չի լինի վաղը հաստատ չեմ գնա, ընդեղ արանքին շաբաթ կիրակի նկավ ու լավ որ դեռ մտածում եմ, բայց այնպես չի, որ աչկաթող կանեմ ոնց մի արեցի, ամեն դեպքում կգնամ, սիրելի հետևորդներ ջան, այսօր այս ձևի հոլովակ փորձեցի ներկայացնեմ ձեզ, ինչ ասեմ, շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր եք, այդքան սիրուն ու լավ խոսքեր եք գրում, ապրեք, որ դուք կաք մեր կյանքում, ապրեք, որ միշտ նկատում եք մեզ, մոտենում եք մեզ, չեք ամաչում, չեք վարանում,
մոտենալ թե ոչ, մի անգամից մոտենում եք։ Հիմա այդ գալուց էլ մերս գնաց իրա ժամանակավոր կացարանը, մենք էլ եկանք մեր տուն, մինչև արդեն կերևա մոտ մթության մեջ, երևում են Աշոտաբերդի սարքաչենք էրա, ու ասում եմ Տեր Աստված յարապ կգային սիրուն ու պայծառ օրը, որ այդ շենքերը վերանորոգվեն, մեզ տուն ստանա, տան բացում անենք, ինքն էլ խղճով հանգիստ լինի, մենք էլ խղճով հանգիստ լինենք, ու մի հատ սենց խորը հոգոց քաշեմ, մի հատ հավեսով էլ նվեր անեմ ու գնամ տան բացում, այդ թե ինչ երազանքների գիրկն ընկա, բայց դեռ շուտամ, դեռ մի տարի չէ, 2-3, դեռ կա, այնպես որ համբեր է, հոգիս համբեր է, այդ տարբերակն է, ինչև է, սիրելի հետևորդներ ջան, եկեք ձեզ բարի գիշեր ասեմ, ես էլ գնամ մի 2 թեթև գործ ունեմ, գործերս վերջացնեմ ու արդեն իսկ կհանդիպենք վաղն առավոտից, ես ձեզ ասում եմ բարի գիշեր, լավ ու առողջ եղեք, առողջ ու երջանիկ եղեք, երջանիկ ու շնորհակալ եղեք Աստծուց և ամեն պահից բարի խաղաղ գիշեր բոլորիս։